Պարոն Պապոյան երեք հայտնի դարձավ, որ Հայաստանից արտահանվող ծաղիկների վրա Ռուսաստանի Դաշնությունը քրեական սահմանափակում է մտցնում ժամանակավոր, սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, պատճառը նշել են, որ 1 տարի առաջ Հայաստանի ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրներն են։ Պաշտոնական գրություն չենք ստացել, այդ մասով չեմ կարող մեկնաբանել, գիտեմ, որ Ռոսելխոզնadzorից մասնագետներ կան Հայաստանում կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են անցկացնում եւ այդ ուսումնասիրության արդյունքում կորոշվի, այսինքն դրանք ընկերություններ, որոնց դեպքում փակեր եւ եթե դրական եզրակացություն ունի կբացվի իրենց համար արտահանման հնարավորությունը ես կարծում եմ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն, մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել, օրինակ տեսեք նույն Վալբերեսի կամ Օզոնի դեպքը ես ասեմ, ինքը մեծ հաշվով արդեն լուծված է, այսինքն մենք ունենք հարյուրավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ բացվել է հնարավորությունը իրենց համար եւ հարյուրավոր ընկերություններ կա, որոնք մեր աջակցությամբ այդ փաստաթղթերն են հիմա ստանում եւ կբացվի, այսինքն մեխանիզմը դրված, ասում են, փաստաթուղթը բեր ու ավտոմատ ինքը բացվում է։ Ուզում եմ ասել, որ չեմ բացառում նաև այդպիսի ինչ-որ դրվագներ, որտեղ ներքաղաքական Հայաստանում ներքաղաքական որոնք ուժեր ուրեմն կփորձեն այնպես անել, որպեսզի հայ գյուղացին, հայ արտադրողը դժվարություններ ունենա դրսում, բայց դա կառավարելի է, լուծում ենք եւ ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ դիվերսիֆիկացիայի մասով բավականին լուրջ հաջողություններ ունենք, օրինակ այս 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է եւ կրկնապատկվել է նաեւ Հայաստանից Եվրոպական միության արտահանումը 25 թվականի համար, այսինքն Չինական շուկա եւ Եվրոպական միության շուկա մենք 2 անգամ ավելի շատ ապրանք ենք արտահանել, քան անցած տարի, սա մեր քաղաքականությունների ուրեմն շարունակականության արդյունքն է եւ կարծում եմ, որ այս տենդենսը պետք է շարունակենք, այս աշխատանքը պետք է շարունակենք, որպեսզի առաջիկա 2-3 տարիների հետո Հայաստանը որևէ շուկայից որևէ կախվածություն չունենա եւ որևէ շուկայում խնդիրը ըստ էության մեր տնտեսության վրա էական ազդեցություն չունենա, բայց այս պայդրությամբ ես կարող եմ ասել, որ մեծ հաշվով իրավիճակը կառավարելի է, աշխատանքը ակտիվ գնում է ռուսական գործընկերների հետ եւ ես կարծում եմ, որ մեծ հաշվով մենք խնդիրներ չենք ունենալու։ Այսինքն, պարոն Պապյան, տեղեկատվություններ չկա, թե մոտավորապես որքան ժամանակով կսահմանափակվի մայիսի 22-ից սկսած ինչքան տեսեք, կա մամուլի մի հոդված, պաշտոնական փաստաթուղթ մենք չունենք, հետեւաբար ես չեմ կարող մեկնաբանել ոչ պաշտոնական փաստաթղթեր, եկեք փաստաթղթերը կլինի, կմեկնաբանենք, կաշխատենք։ Կհուշեք ո՞րն է լինելու ձեր քայլերը, պարոն Պապյան, հենց որ փաստաթուղթը ստացել։ Տեսեք, մեր քայլերը որն են, միշտ մեր ստանդարտների բարձրացումն է։ Ես ուզում եմ նշել, որ վերջին 1 տարվա ընթացքում մենք Հայաստանում բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ ենք ստեղծել, այդ թվում վարդի կամ այլ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում կամ այդպիսի լավ որակի քիչ կա, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն Հայաստանում եղած ջերմատնների մի էական մասը, հատկապես գեր ժամանակակից տեխնոլոգիաներով, իրապես կցանկանային ԵԱՏՄ այլ երկրները եւս այդպիսի տեխնոլոգիաներ շատ ունենային, այսինքն իրենց ամենալավագույնները, եթե կա էլ, իրենց ամենալավագույնների նման է մեր ջերմատնային տնտեսությունները, սա է, եւ դա մեծ հնարավորություն է տալիս Եվրոպական միության շուկա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում իրականացնել, եւ մենք հիմա նաև մեխանիզմներ են քննարկում, օրինակ վարդի մասով Եվրոպական միության շուկա դուրս գալու, որովհետև փաստացի այն որակի արտադրանքը, որը իմ նշած գեր ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներում արտադրվում է, այդ վարդը Եվրոպական միության աուկցիոն, ուրեմն մի այդպիսի աուկցիոն կա Հոլանդիայում, այդ որակը այնտեղ վաճառվում է, այսինքն մենք այդ հոլանդական վարդերի որակն ենք արդեն կարողանում տալ ամենաբարձր աշխարհում, որովհետև մեր այդ պետական աջակցությամբ ֆրանսիական, գերմանական
եւ այլ երկրների ամենանորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդներն են ուրեմն ներդրված, այսինքն դա ամենաբարձր որակն է, այդտեղ որակի մասով ուղղակի քննարկում չի կարող լինել եւ հիմա քննարկում ենք տնտեսվարողների հետ ինչպես աջակցենք, որպեսզի մատչելի ծավալով մտնեն եւ իհարկե նաեւ հավաքական, որովհետեւ այնտեղ մինիմում 500,000 հատի բանկա, եթե 1 միլիոն ավելի գինը հարմար կլինի եւ այսպես շարունակ եւ այս առումով ես ուզում եմ նշել, որ քննարկում ենք մի քանի տարբերակներ, այդ թվում տրանսպորտային փոխհատուցման աջակցությունը, այդ թվում մտավոր սեփականության այնտեղ բույսերի օրինակ սորտը, որը ստեղծվում է վարդը, եթե դու վաճառում ես Եվրոպական միությունում, պետք է այդ վարդի սորտը ստեղծողին վճարես դրա համար հա, այսինքն այդպիսի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցեր կա, այդ մասերով աջակցենք, որովհետև որակի մասով, ստանդարտի մասով, սերտիֆիկատի մասով իմ նշած ջերմատները ամենաժամանակակիցն են, այսինքն այն ինչ որ Հոլանդիայում կա ամենավերջին տեխնոլոգիաներով, դրանից Հայաստանում տասնյակ հեկտարներով կա եւ այդ նույն որակն ենք ապահովում, ֆիտոսանիտարական եւ այլն, այստեղ քննարկելու բան չկա։